Ամեն աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին այսօր ձեզ հետ կիսվելու եմ մի շատ հետաքրքիր նորությունով, սիրելիներս, որը ես բացահայտել եմ մի քանի օր առաջ եւ անպայման ուզում եմ այս ուրախալի ու լավ նորությունով կիսվել իմ հետևորդների հետ եւ կարծում եմ շատերին կհետաքրքրի, հատկապես այն մարդկանց, ովքեր սիրում են ճամփորդել։ Գաղտնիք չէ, որ այսօր հենց Հայաստանից բազմաթիվ տուրիստական այցելություններ են լինում Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում։ Փարիզը աշխարհում ճանաչվել է այն միակ ու առաջին քաղաքը, որտեղ կան շատ տուրիստական հոսքեր։ Բայց սիրելի հետևորդներ, Ֆրանսիան ինքը շատ մեծ է եւ ես ձեզ ներկայացրել եմ մի քանի հիանալի վայրեր, որտեղ կարելի է ճամփորդել եւս։ Ֆրանսիան, ինչպես ասում եմ ես, դա միայն Փարիզը չէ։ Ֆրանսիայի լազուրային ափերում կարելի է ճամփորդել, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում։ Եվ ի ուրախություն մեզ, Ֆրանսիայում մեր գործարար կանայք մշտապես արթուն են, մշտապես կանայք պատրաստ են աշխատելու։ Եվ Ֆրանսիայի հարավը առանձնանում է մի յուրահատուկ գեղեցկությամբ։ Լազուրի ափին գտնվող բոլոր քաղաքները, բոլոր պատմական վայրերը, ծովը եւ ամեն ինչը տարբերվում է ընդհանուր պատկերից Ֆրանսիայի։ Նախ եղանակը այնտեղ բավականին արևոտ է, շոգ է, այնտեղ կարող եք նաեւ ծովային սեզոն անցկացնել։ Իսկ եթե սիրում եք ճամփորդել Մոնակոյում, Նիցայում եւ Կանում, ուրեմն ձեզ համար բերել եմ մի շատ հետաքրքիր առաջարկ։ Բանից պարզվում է, որ մեր հայ կանայք գործում են ամենուր, եւ ես չեմ զլանա, իմ տեսանյութերում կներկայացնեմ Եվրոպայում աշխատող, իրենց տեղը գտնող, պինդ կանգնող հողի վրա կանանց։ Այս անգամ խոսքը գնում է Անահիտի մասին, ով Ֆրանսիայում ստեղծել է իր տուրիստական խումբը, գործակալությունը կարելի է ինչու՞ չէ ասել, ով աշխատում է հենց այս հրաշք քաղաքներում մարդկանց հետ, տուրիստների հետ։ Անահիտը հայալեզու գիդ է, ով ձեզ կներկայացնի Ռիվերան, այն հիանալի վայրերը, որոնց մասին դուք տեղեկություններ չեք գտնի թե Վիկիպեդիայում եւ թե անգամ ChatGPT-ում։ Անահիտը ապրելով այդ տարածքում այնքան նորություններ, այնքան հետաքրքիր պատմություններ է ներկայացնում իր տուրիստական փոքրիկ խմբին, որտեղ կարող են ներգրաված լինել 3-ից 4 մարդկանցով փոքրիկ խմբեր կամ 1-2, ինչպես կկամենաք, նա ունի իր անհատական մեքենան, դիմավորում է, ուղեկցում է, անգամ տրամադրում է կացարաններ, կարճ ասած, ձեզ ամենուր ուղեկցում է, անգամ այնքան արագ ու ակտիվ է կազմակերպում իր զբոսանքները, որ կարող եք դուք մեկ օրվա մեջ 2 քաղաք գնալ։ Չէ, շտապ չէ, չեք շտապում, չեք վազվզում, այլ հանգիստ, վայելելով Ֆրանսիան, լազուրի ափերը, Ռիվերան, որը որ շատ-շատերի երազանքն է։ Ես երբ Իտալիայում էի, դուք արդեն կհիշեք իմ մշտական հետևորդները հատկապես, որ այնտեղ եւս ես հայ գիդերի հետ էի ճամփորդում։ Գիդերի հետ աշխատանքը շատ լավ է այն առումով, որ դու հերթեր չես կանգնում։ Եթե փորձում ես թանգարան մտնել, նրանք արդեն այդ ամենը կազմակերպում են։ Եթե միգուցե լինեն մարդիկ, ովքեր փորձեն ինքնուրույն զբոսնելու, դա երկար ժամանակ է խլում, հատկապես դրսից եկած մարդու համար։ Միգուցե տարածաշրջանի մարդիկ կարող են իրենք զբոսնել, բայց կոնկրետ ես հյուսիսից պիտի իջնեմ հարավ եւ արդեն Անահիտին գրել եմ, պայմանավորվել եմ, որ առաջիկա ժամանակահատվածում ես եւս պետք է օգտվեմ նրա ծառայությունից։ Շատ բարձր մակարդակ։ Նա հայալեզու գիդ է, բայց ունենում է նաեւ անգլիախոս զբոսաշրջիկներ եւս, ռուսերեն, ռուսախոս զբոսաշրջիկներ եւս, եթե դուք հիմա լսում եք աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայեր, տարբեր լեզուներով խոսացող, անգամ ֆրանսերեն, եթե միևնույնն է հասկանում եք միայն ֆրանսերեն, կարող եք դիմել Անահիտի օգնությանը։ Մակարդակով, գեղեցիկ, հաճելի ձայնով, ճաշակով ընտրված տեսարժան վայրերը
դուք կարող եք գտնել նաև վիրտուալ տարածքում։ Եթե կբաժանորդագրվեք նրա ինստագրամյան ալիքին եւ համոզված եմ, որ կբաժանորդագրվեք, քանի որ ես խնդրում եմ, մենք կոնկրետ ես իմ հետևորդներին եմ խնդրում, աջակցենք այն հայ կանանց, ովքեր իրենց գործն են ստեղծել Եվրոպայում։ Բազմիցս եմ նշել, որ Եվրոպայում շատ դժվար է աշխատանք գտնելը, շատ դժվար է կայանալը, նախ առաջինը դա լեզուն է, որ լեզվական բարիերներ են ստեղծվում եւ պիտի դա հաղթահարես։ Եվ հետո հարմարվելը օտար միջավայրին, լրիվ ուրիշ կուլտուրա, ուրիշ մթնոլորտ, ուրիշ մտածելակերպ եւ դու երբ հասնում ես ցանկացած եվրոպական երկրում որևէ բանի, ուրեմն պիտի մենք գրկենք այդ կանանց ամուր եւ ասենք շնորհակալ ենք ձեզ, որ ձեր տեսակը չեք կորցրել եւ ինքներդ այնպիսի աշխատանք եք ընտրել, որը որ ձեր սրտով է։ Ուրեմն Անահիտը այն հիանալի հայկական գիտնն է, սիրելիներս, ով ստեղծում է զբոսաշրջիկների համար հաճելի եւ գեղեցիկ ժամանակահատվածում շատ հետաքրքիր էքսկուրսիաներ։ Դուք կարող եք նրա հետ կապվել իր անձնական ինստագրամային ալիքում։ Լեզուս էլ փաթ ընկավ ոսմունքից։ Ուրեմն սիրելի հետևորդներ, տեսեք, ամեն անգամ փորձում եմ ես ներկայացնել եւ սիրով եմ ներկայացնում։ Եթե դուք ունեք անհատական աշխատանք, որ կարելի է գովազդել, մարդկանց տեղեկացնել ձեր աշխատանքի մասին, ուրեմն կարող եք գրել ինձ անձնական նամակ իմ ինստագրամային ալիքում, նամակով կպատասխանեմ, կապի մեջ կլինենք։ Ես բաց եմ ցանկացած հաղորդակցության եւ ուրեմն սիրելի հետևորդներ, դուք արդեն նկատում եք, որ ես մի քանի անգամ արդեն անդրադառնում եմ Եվրոպայում իրենց կայուն տեղը գտած կանանց եւ ուզում եմ, որ մենք աջակցենք այդ բոլոր կանանց։ Դժվար բան չէ, ընդամենը դուք բաժանորդագրվում եք Անահիտի ինստագրամային ալիքին եւ այնտեղ դուք կարող եք նաեւ ճամփորդել վիրտուալ, տեսնել թե որտեղ է նա ձեզ ուղեկցելու եւ հետո որոշում կայացրեք անպայման օգտվել նրա ծառայությունից, քանի որ համոզված եմ նրա գրագետ խոսքը դուր կգա բոլորին։ Նա այնպիսի ձեզ նորություններ կպատմի, որ երբեք դուք չեք լսել։ Ուրեմն ճամփորդող սիրողներ, ճամփորդություն պլանավորող մարդիկ կարող եք, եթե հիմա նույնիսկ լսում եք Հայաստանում ինձ, դիմել Անահիտին։ Կապը շատ հեշտ է, կապվելու միջոցը պարզ է, իսկ եթե դուք ունեք որևէ բիզնես, որևէ գործ, որ ցանկանում եք, որ այն տարածվի, ձեր մասին իմանան շատ շատերը, կարող եք համագործակցել ինձ հետ եւս նաեւ ինստագրամային ալիքում։ Եվ ես սիրով կներկայացնեմ ձեզ իլուր աշխարհի, որ տեսեք կան այն հզոր կանայք, ովքեր ստեղծում են այս նմանատիպ աշխատանքը։ Ուրեմն սիրելի հետևորդներ, որպեսզի ավելի մանրամասն եւ ավելի հետաքրքիր տպավորություն ստանաք եւ իրոք սիրեք մեր հայ գեղեցկուհուն, միասին դիտենք այս հետաքրքիր տեսահոլովակ։ Ուզել եք տեսնել ֆրանսիական Ռիվերան, ճիշտ տեղում եք երազանքն իրականացնելու համար։ Բարի գալուստ, ես ձեր հայախոս գիտնն եմ այս լազուրե ափին։ Ինձ հետ կճամփորդեք Մոնակոյում, Նիցայում, Կանում եւ այլ մերձակա քաղաքներում, առանց տուրիստական հերթերի ու հոգնեցուցիչ ավտոբուսների։ Ինչու բացահայտել այս գեղեցկությունը հենց ինձ հետ։ Մենք կշփվենք հարազատ հայրենով եւ ես ձեզ կպատմեմ այն ամենը, ինչ չեք գտնի ոչ մի ուղեցույցում։ Մենք կշրջենք մեր անձնական մեքենայով, ինչը նշանակում է բացարձակ հարմարավետություն եւ հասանելիություն այնպիսի թաքնված ու գողտրիկ վայրերի, որոնք սովորական զբոսաշրջիկների համար անտեսանելի են։ Եվ վերջում էլ ավելացնեմ, դուք գիտեք, որ մենք բազմիցս ենք ճամփորդել եւ մեր ցանկացած ուղևորության փաթեթը մենք ձեռք ենք բերել տուրիստական նմանատիպ գործակալությունից, որը նույնպես նման ձևով է կատարվում, բայց քանի որ խմբերը շատ մեծ են լինում, մի տեսակ անհարմարություն է ստեղծվում։ Ուրեմն վերջին իմ այցելությունը Իտալիայում եւ արդեն իմ առաջիկա ճամփորդությունը Լազուրյան ափերում կլինի Անահիտի հետ, անհատական գիդի հետ աշխատելը ավելի հարմար է, երբ քեզ ցանկացած հարց է հետաքրքրում, դու հարցիդ պատասխանը ստանում ես անմիջապես, շատ մարդկանց հետ այդպես
չես գնում, չես սպասում, մարդիկ տարբեր են լինում, մեկը դանդաղաշարժ է, մեկը արագաշարժ է, կարճ ասած, Անահիտի գործակալությունը, Անահիտը հենց ինքը անձամբ ձեզ ուրեմն կուղեկցի այն բոլոր տեղերում, որտեղ դուք ինքներդ կցանկանաք այցելել։ Այնպես որ ձեր ցանկացած հարցի համար չենք մոռանում գրում ենք Անահիտին իր Instagram-ային էջի նամակի բաժնում եւ անպայման բաժանորդագրվում եք, դիտում եք վիրտուալ իր տեսանյութերը եւ անպայման ինձ էլ եք գրում, թե ովքեր բաժանորդագրվեցին, որի համար էլ շնորհակալ կլինեմ իմ լավ հետևորդներին, կարծում եմ շատերին կհետաքրքրի։ Այսպես այս փոքրիկ տեսանյութը ուզում եմ հատուկ նվիրել մեր հայ կանանց, հանձինս Անահիտին, ով առաջիկայում համոզված եմ նաև ձեզ կուղեկցի այս բոլոր հետաքրքիր վայրերով։ Դե ինչ սիրելիներս, հաջողություն եմ մաղթում Անահիտին, Անահիտ ջան, եթե կլսես այս տեսանյութը, անձամբ իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ Ֆրանսիայում առանց դժվարության, իհարկե դժվարություններ կան, բայց առանց վախի, դժվարության այդ առումով ստեղծել ես քոնը, աշխատում ես քեզ համար։ Իդեպ Անահիտը բժշկուհի է մասնագիտությամբ, այնպես որ ճամփորդության ընթացքում կարող եք բժշկական հարցեր էլ նրան ուղղել։ Դե ինչ սիրելիներս, ավարտում եմ այս փոքրիկ տեսանյութը, համոզված լինելով, որ դուք անպայման կբաժանորդագրվեք Անահիտին եւ կայցելեք այս հետաքրքիր վայրերը, ինչու՞ չէ նաեւ Ֆրանսիայից կարող եք կապվել նրա հետ եւ հենց Ֆրանսիայի ցանկացած կետից ճամփորդել հարավում այդ գեղեցիկ վայրերում։ Կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, մոռացա նշել, որ Instagram-ի ալիքի հղումը կթողնեմ տեսանյութի տակ, ինչպես նաև Facebook, եւ այսպես միանում եք, ընդամենը այս գործն եք անում, եւ արդեն տեղեկանում եք Անահիտի մասին մանրամասն ամեն ինչ։